ովքեր են այդ դժողները։ Բայց կան։ Տեսեք, նախաքննության փուլում 4 ցուցմունք է տվել, խայտաբղետ, իրականության հետ անհասկանալի չհամեմատվող եւ իրար հետ չբռնող, ասենց ասեմ, բաց լեզվով։ Ովքեր են Ովքեր են ժեխերներ նիկոլական, որոնք որ 18 թվականին ոգևորվել են, որ կարող են ցուցմունք տալ։ Ասեք մեկը կա, որ ցուցմունք է տալի, որ Դավիթ իր զենք կար եւ մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն կրկին կինո էր նկարագրում, որտեղ կա մի քանի 100 մարդ եւ մի քանի 100 ոստիկան։ Եվ 5 ոստիկան, ովքեր որ այդտեղ են եղել, ասում են նման բան չի եղել եւ առասարակ ոչ մի հակաիրավական բան չի արել։ Այդ մարդիկ եկել են դատարանում, արդեն տվել են քիչ թե շատ նորմալ ցուցմունք, այսինքն փրկում են իրենց ցուտը եւ ասել են, որ Դավիթը ոչինչ չի արել։ Հիմա իրավաբանական արժեքով սա 0 է այս գործը, բնականաբար սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դա հերթական դրսևորում է։ Դուք նաև այսօր կալանքի, այսօր Միշորսյան մասին խոսք եղավ, չէ՞ կալանքի։ Այսօր խնդրում ենք, որպեսզի դատարանը արտահերթ քննարկի խափման միջոցի հարցը, թեպետ ասեմ, կալանավորողները Նիկոլը, թողնելը Նիկոլը, հաստատ մենք Հայաստանում, մենք որպես ժողովուրդ չենք արժանացել դատարան ունենալու երևույթին, եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Միտում տեսնում եք այս հետաձգման մեջ, որ դժողները չէին եկել։ Դժողները այն նիստին էլ չէին գալի Աղաջեացյանում։ Այսինքն դժողների վերաբերյալ ոչ մի բան չկա, ինչ դժողներ մեջ ասած։ Պարտադիր չէ, չէին են գալի։ Ոչ, պարտադիր չի։ Միտում դե հիմա ինչ ասեմ, չկարծում որ դատախազը հատուկ աշխատանքից ազատվել է, որ այսօր հետաձգվի։ Պարոն Աթավեսյան, ասում եք քաղաքական ինչ նկատում եք, ինչից հետո նա հայտնվեց իշխանության։ Ամենասկզբից էլ եղել է 18 թվականից էլ եղել է, որպես ժողովրդի կողմից ընտրված ՀԿ-ի տեխնացու, հետո իր դաշինքով ընտրված տեխնացու։ Չմոռանանք, որ Դավիթ Համբարձումյանը առաջինն է, որ ընտրություններով Նիկոլին հաղթեց Հայաստանում, եւ դա իրեն չի ներվում իհարկե։ Հիմա էլ դե վարչապետի միասնական տեխնացու է խորհրդարանական ընդդիմությունից, բնականաբար դա չի ների։ Բաթորի իր աշկ ունի, բա ոնց կների։